Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է զարգանալ ամենալարված ու հուզիչ ուղղությամբ, օր-օրի բարձրացնելով հեռուստադիտողի հետաքրքրությունը։ Արդեն ակնհայտ է, որ ամենադիտարժան սերիաները դեռ առջևում են, իսկ յուրաքանչյուր նոր դրվագ բերում է նոր հարցեր, կասկածներ ու ներքին բախումներ։ Սյուժեն խթանում է կերպարների հարաբերությունները սրվում, իսկ ճշմարտությունը հասնելու ճանապարհը դառնում է ավելի վտանգավոր։ Մանանի և Գրիշի հարաբերությունները գնալով ավելի բացահայտ բնույթ են ստանում։ Մանանը կարծես գիտակցաբար է առիթներ ստեղծում Գրիշի հետ հանդիպելու համար, անտեսելով հնարավոր հետևանքները, իսկ կադրերից պարզ է դառնում, որ Գրիշն այնքան էլ լուրջ տրամադրված չէ Մանանի հանդեպ, և նույնիսկ նրանց տուն գալը նա ծաղրանքի է ենթարկում։ Այս անգամ իրավիճակն ականատես է դառնում հենց Դավիթը, և դա շրջադարձային պահ է դառնալու հաստատ։ Նրա աչքի առաջ է տեսարանը՝ Մանան է Գրիշի կողքին նստած ավտոմեքենայում։ Այլևս կասկածի տեղիք չի տալիս, որ Մանանի հետ պետք է լուրջ խոսել։ Դավիթը հաստատ լուռ դիտորդ չի լինելու, նրա բնավորությանը խորթ է անարդարությունը, հատկապես երբ այն վերաբերում է ընտանիքին ու քրոջ պատվին։ Նա հասկանում է, որ սա պարզապես անձնական հարց չէ, այլ վտանգավոր խաղ, որի թելերը շատ ավելի խորն են ձգվում։ Գրիշը հավանաբար եկել է Մանանից տան մոտ, որպեսզի եղբայրը Լեոն տեսնի այս ամեն ինչը։ Դավիթի այցելությունը Հունանի մոտ ևս պատահական չէր։ Նա գնացել էր պարզելու Գրիշի պահվածքը, հասկանալու՝ արդյոք հենց նա է կանգնած Լեոյի վրա կազմակերպված հարձակման հետևում։ Փողոցում տեղի ունեցած ծեծը պարզ հաշվեհարդար չէր թվում։ Այն ունի պատվիրատուի հոտ։ Դավիթը զգում է, որ Հունանի ընտանիքի շուրջ տեղի ունեցողը պատահականությունների շարք չէ, այլ լավ մտածված շղթա, որտեղ ամեն քայլ ունի իր նպատակը, իսկ Հունանն իր հերթին կանգնած է բարդ ընտրության առաջ՝ պաշտպանել որդուն, թե ընդունել նրա սխալները։ Զուգահեռաբար սերիալի ամենահուզիչ գծերից մեկը շարունակում է զարգանալ։ Դա պապիկի պատմությունն է։ Տարիներ շարունակ նա ապրել է չիմացության մեջ, չգիտենալով, թե ինչ ճակատագիր ունեցավ հիվանդանոցում մնացած թոռը։ Չնայած տարիքին ու հիասթափություններին, նա երբեք ձեռքերը ծալած չի նստել։ Նրա որոնումները դառնում են կյանքի իմաստ, և վերջապես մի փոքրիկ, բայց չափազանց կարևոր լույս է հայտնվում մթության մեջ։ Հիվանդանոցի արխիվների թվայնացման ընթացքում ի հայտ են գալիս Մարկ Սարգսյանի տվյալները։ Այդ անունը դառնում է հույսի շող, որը կարող է փոխել ամեն ինչ։ Այս տեղեկությունը կարող է դառնալ ճակատագրական բացահայտման սկիզբ։ Արդյոք Մարկը հենց այն կորած թոռն է, որի համար պապը տարիներ շարունակ աղոթել է։ Արդյոք ճշմարտությունը վերջապես դուրս կգա լույսի տակ, թե նոր խոչընդոտներ կհայտնվեն նրա ճանապարհին։ Իսկ ամենակարևոր հարցը ինչ կլինի, երբ պարզվի, որ ճշմարտությունը շատ ավելի մոտ է, քան բոլորը կարծում էին։ Գոյամարտը շարունակում է ապացուցել, որ սա սերիալ է ոչ միայն ֆիզիկական մենամարտի, այլ նաև հոգեբանական, ընտանեկան ու բարոյական պայքարների մասին։ Ամեն սերիալ լարված է հագեցած հույզերով ու անսպասելի զարգացումներով։ Ճշմարտությունները կամաց-կամաց մոտենում են իրար, իսկ հեռուստադիտողը մնում է մեկ հարցի առաջ՝ ով կդիմանա այս գոյամարտում մինչև վերջ։ Գոյամարտում իրադարձությունները մտնում են նոր, ավելի խորը և վտանգավոր փուլ։ Այնինչ մինչ այժմ թվում էր առանձին պատմությունների զուգահեռ զարգացում, սկսում է միավորվել մեկ ճակատագրական հանգույցի մեջ։ Յուրաքանչյուր հերոս գիտակցաբար կամ անգիտակցաբար մոտենում է այն կետին, որտեղ այլևս անհնար կլինի շրջանցել ճշմարտությունը։ Դավիթը, տեսնելով Մանանին Գրիշի կողքին, ներսում մի ամբողջ փոթորիկ է ապրում։ Նրա համար սա պարզապես եղբայրական խանդ կամ անհանգստություն չէ։ Նա զգում է, որ Գրիշը վտանգ է ոչ միայն Մանանի, այլ ամբողջ ընտանիքի համար։ Դավիթը սկսում է գործել լուռ, առանց աղմուկի, բայց վճռական։ Նրա քայլերը կարող են դառնալ սերիալի ամենասուր շրջադարձերից մեկը, քանի որ նա այն տեսակ մարդն է, որը երկար է համբերում, բայց երբ որոշում է կայացնում, հետ չի կանգնում։ Եվ որքան ավելի է նա խորանում Հունանի ընտանիքի շրջապատում, այնքան ավելի հստակ է դառնում՝ այստեղ ոչինչ պատահական չէ։
Լեոյի վրա կազմակերպված հարձակումը դառնում է լուրջ ազդակ, թեպետ ապացույցներ դեռ չկան, ամեն ինչ հուշում է, որ դրա հետևում կանգնած է գրիշը, բայց ամենացավալին այն է, որ Հունանը կարծես թե կանգնած է երկակի դիրքում, մի կողմից նա ազդեցիկ մարդ է, ով կարող է կանգնեցնել իր որդուն, մյուս կողմից հայր է, որը դժվարությամբ է ընդունում իր երեխայի մեղքը։ Այս ներքին հակասությունը Հունանի կերպարին տալիս է նոր խորություն, ցույց տալով, թե ինչպես է իշխանությունն ու հայրական սերը բախվում իրար։ Մանանն իր հերթին կարծես չի գիտակցում, թե ինչ խաղի մեջ է ներքաշվում, նրա վարքագիծը լի է հակասություններով, մի կողմից նա ձգտում է ուշադրության ու զգացմունքների, մյուս կողմից վտանգավոր կապերի։ Նրա յուրաքանչյուր հանդիպում գրիշի հետ նոր լարում է ստեղծում ընտանիքի ներսում։ Եվ վերջապես պապը, ինչպես արդեն նշեցինք, կարծես դուրս է եկել թոռան հետքի վրա։ Բայց միևնույն ժամանակ Մարկը, Վովան, շարունակում է ապրել իր կյանքը չիմանալով, որ իր շուրջը ճշմարտությունը սկսում է շարժվել։ Նա պատրաստվում է մենամարտերի, կենտրոնացած է հաղթանակի վրա, բայց նրա անցյալը կամաց-կամաց մոտենում է նրան, եւ այն պահը, երբ նա կհանդիպի իր իրական ընտանիքին կամ կիմանա ճշմարտությունը, խոստանում է դառնալ սերիալի ամենաուժեղ ու ցնցող դրվագներից մեկը։ Գոյամարտը գնալով ավելի է ապացուցում, որ սա սերիալ է, որտեղ ամեն ինչ ունի իր հետևանքը, ամեն հայացք, ամեն լռություն, ամեն սխալ որոշում կարող է ճակատագրական լինել, իսկ հեռուստադիտողը մնում է այդ լարվածության մեջ, սպասելով այն պահին, երբ բոլոր թաքցված ճշմարտությունները դուրս կգան լույսի տակ և կսկսվի իրական գոյամարտը ոչ միայն ռինգում, այլ մարդկանց սրտերում։